Պատմությունը ընդամենը եղել է հետևյալը. Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը։ Եվ այդ process-ը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել, հասկանալով, որ իրենց քարտը մարված է, հիմա էլ ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել։ Իմիջայլոց հանրային հաղորդակցություն ինչի տեղի չի ունենում։ Ես հիմա ուղիղ եթերում եւ տասնյակ բաներով, առիթներով, ես նույնիսկ մարդկանց հետ շփվում եմ ուղիղ եթերում։ Ինչի ով է զրկված ուղիղ եթերից։ Այդ որ մեկ էլ հիմա ասում են պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր։ Կարող է թողը մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում։ Այդ որ հարգելիները, հարգելիս։ Թող մտնեն ուղիղ եթեր։ Այդ որ մի հատ էլ բան են անում, ասում են ուժեղի եւ թույլի հարց են բանանում, բարձրացնում։ Այդ մի հատ հասկանանք, այդ իրանք այդ ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե կարան իրանք 30 անգամ ասենք ձգվեն այդ օլիգարխները, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ, բայց ես կարամ 100 կիլոմետր հեծանիվ քշեմ, իրանք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուղիղ, կարան ձգվեն, թող ձգվեն, ուրիշ ինչից են ուժեղ, ուրիշ ինչից են, ինտելեկտից են ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր իրանց ինտելեկտը ցույց տան, թող մտնեն ուղիղ եթեր իրենց ինտելեկտը ցույց տան, թող իրենց ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, թող իրենց բառապաշարը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն է թույլիկ են եւ վերլուծական մտքով եւ բառապաշարով։ Եվ ես կարծում եմ, որ եթե դա որևէ մեկը ապացուցված չի համարում, դա շատ հեշտ է ապացուցել։ Իրանք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենց փողերը աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով, իրանք թույլ են, որպես բիզնեսմեն, իրանք թույլիկ են ուղղակի։ Եվ իրանք հիմա հասկացել են ինչ, հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվում է, եւ իրանք հայտնվելու են եւ հայտնվում են շարունակաբար այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում արժանի են։